ապրիլ ամսին ավլուկի սեզոնն է։ Մի սարերումն էլ ավլուկ կաստիել, ստյան ավլուկը մենք սենց ուսում ենք, պոչերը փոկում ենք։ Սա թարմը ժամանակ հետ համով չի։ Լանի բանա չորացնում ենք։ Սենց դնում ենք, մին, են որ մազերները սյուն հուսում ենք, սենց մին դնում ենք հուսում։ Քաղելն է դժվար, թե հյուսելը, տատիկ։ Լվանալը, քաղելն էլ է դժվար, բայց մին սենց կրան տակին բռնում ենք, որ բանը լի։ Կեղտոտ չի, բայց ոնթանես ծառիթը բանա դուս գալի։ Հասմիկի տարերքը գյուղն է, գյուղի աշխատանքը, բերքն ու բարիքը։ Չարչարանքը շատ է, բայց փառք Աստծո չի դժգոհում։ Սովոր է գյուղի ծանր աշխատանքին։ Ղոչաղ է ու գյուղին նվիրված։ 3 զավակ ու թոռներ ունի։ Դրսում էլ բարեկամներ, հարազատներ, որոնց համար դեռ էս հյուսած ավելուկից բաժին պիտի հանի։ Մի 50 հատ սարքում ենք։ Հետո ուզում Ռուսաստան։ Բոլորի համար։ Գյուղի բրենդն է, էլի տատի։ Հա, բոլորը։ Հետո սան համ տապակ են անում, համ ճաշ են էփում, շատ առողջարար, շատ ընտիր, ստամոքսի խնդիր ունեցողների հիմա շատ շուտ մարսվող, շատ լավ բան է։ Այս պոչերն են մկրատով, կտրում ենք սիրուն, պոչերն անպայման դրսում ենք թողնում։ Եթե անհատական գյուղատնտեսությունը չլինի էլ, մոտիկ հանդերը տունը կպահեն։ Սկսած ավելուկից ամեն ինչ կա, որ վաղ գարնանից մինչև ուշաշուն հերթով հասունանում են ու կնիկես հասցրու հավաքի, չորացրու, պահածոյացրու դժվար ձմռան համար։ Այնպես որ գյուղացի նորվա ապրուստը էսպես էլ կհոգա, միայն թե ցանկություն է պետք։ Բայց ինչ անես, որ հիմիկվա հարցները մի քիչ լոդր են, չեն սիրում հանդուչ հոլանել, գերադասում են խանութների քիմիական մթերքները օգտագործել։ Գյուղատնտեսական աշխատանքների հետ էլ հեչ գլուխ չունեն, բայց ասում է, էստան հարցը նմաններից չէ, էստան հարցն էլ հարևանի հարցն է։ Որ մտածեն իրանց ընտանիքի հիմա կգնան, էստան հարցն անողա։ Դե ուրիշ տեղ հարցել չգիտեմ, բայց իմ տեղատն էստան հարցն է, ինքը վաբշե անտարի ամեն բարիքներից օգտվում է, գնում ենք, մոշ ենք բերում, մալին ենք բերում, եսի մեն ինչ են մի քոլյանումը բերում ենք, մի բալբենել ենք բանանում էլի։ Այս տարիքում գնում եք ու չեք հոգնում։ Չէ, դե անտար չեն գնում, մեր դրանը կա, ուր ենք գնում։ Հա, մոշի մա գնում ենք, մեքենայով գնում ենք սարը, բա ինչ ենք անում։ Սիրուն քաղում ենք, գնում ենք, միսն էլ տանում ենք, խրոված ենք անում, ուտում, մոշալում քաղում ենք, չի, անքաղիլ ենք գալի։ Գործը ծափով ու ծիծաղով թեթևացնում են, արթնանում երբ մութ է, գործն էլ վերջացնում քնելու ժամանակ։ Սա է գյուղի ու գյուղացու կյանքը։ Հասմիկը այդ ամեն ինչը թեթևացնելու, հեշտացնելու սեփական բանաձևը ունի։ Ապրածից երբեք չի դժգոհում։ Արված գործի մեջ էլ շատ սեր ու նվիրում է դնում։ Այնպես չի, որ ձեռքերն ու առողջությունը չի մաշեցնում, կամ խնամված ապրելուց ոչինչ չի հասկանում։ Պարզապես հաշտ է իրեն բաժին հասածից, կյանքից ու կենցաղից։ Պարապ նստելը, անիմաստ դժգոհելը Հասմիկի համար հրեշավոր բաներ են։ Քանի դեռ պտղունցդ բռնում է, արա, ավանդել է իր տատը։ Ավլուկից նազից տենում ես, որ ավլուկի հետքերը բանա։ Ավլուկ են քաղում, խոզ ենք պահում, խոզի քոլ են քաղում, մարմինս ընդունում չի բաները։ Բայց անում եք։ Հա, բա ինչ անենք։ Կրեմ կքսեն գրիգունը, բանով կլվանանք, անցկենա։ Ժամանակին ես էլ եմ լավ մանիկյուր կսել, սիրուն ձեռքեր ունեցել, լավ էլ աչքերներ կել եմ, սիրուն պամադով, ատամները ստեղը։ Ես էլ անպիսով կրում։ Շնողում ապրիլը լավ տաք է, հազվադեպ հանգստի ժամին դրսում նստելու, ասել խոսելու սեզոնն էլ Հասմիկ տատն ու իր ընկերուհիներն են բացել։ Ճիշտ է, ընկերուհիները նկարվել չեն ուզում, թե բա մենք նկարվելու բան չենք, բայց Հասմիկը ամեն դեպքում չի առարկում։ Մեծ սիրով ավելուկի գործը թողնում ու սկսում է շարունակել դեսից դենից խոսել, սիրտը թեթևացնել։ Մենք սիրունացնենք դու Եկեք։ Չէ, ուզում չէ։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև երեխեք ջան։ Այս էլ հավաքատեղին է հարևանների ոնց հասկացա։ Համառային էլի, ըստի հարմար է։ Նստում եք ձեից ենք անում շողում ենք։ Պարտիական ժողով ենք անում։
Սիրուն կիլո կաունի կգծեիք, սիրուն կնկարվի։ Հադե որ է հենց վախտեք էլ չեն։ Ինչի համար եք նկարում։ Հա, ես ատո խոսող չեմ։ Հա, բայց լավ խոսում եք։ Դուք չեք հստում։ Չէ։ 47 տարի աշնողում եմ ապրում, լավ հարևաններով շրջապատված, շատ ուրախ հաճելի կյանք ենք ապրել։ Մեկս մեկիս մա կայնած, ամեն ինչում իրար մա պատժի պահով, փուրն ենք ունեցել մեր դռանը, վակվել ենք բոլորով հաստղել, մեկս մեկիս օգնել, ո՞ս կայացել չենք սովորեցրել են, մենք էլ ուրիշին ենք սովորեցրել, հիմա էլ փուրը քանդել ենք, էլ հատ չենք թխում։ Դատարկ իրենց տներից փախչում տխուր միայնությունը հաղթահարելու համար առավոտ կանուխ հավաքվում են այս բակում, որը թաղի միակ երեխայաշատ տունն է, որտեղ ծիծաղ են լսում, ուրախանում ու իրենց թոռների կարոտ առնում։ Հասմիկի սիրտը մի հարցում էլ է ցավում, թաղում ու գյուղում շատ տղաներ կան, որ ամուսնանալ չեն կարողանում։ Ինքն էլ չամուսնացած իր մի տղայի համար անհույս հարսնացու է փնտրում ու այդպես էլ չի գտնում։ Տղան անդրդվելի է։ Իմ տղին ասում եմ, 33 տարեկան տղա ունեմ։ Լավ էլ տղա է, շատ ընտիր, աշխատող, ստեղծող, բայց ասում մի կաղջիկներ չկան, երրորդ դասանցի են պահում, չկա, որ հարմար մարդալի ասես դառնան տանիք։ Ուրախ։ Մեր թաղամասում մի հատ աղջիկ չկա, որ ասես ամուսնացնելու աղջիկ չկա, տղեկն են մենակ։ Կրիզիսա, հետո մի քիչ իրանց նազուտուզ են անում, թե քանի հետ են այդ տղեկը գնալ իրանց ներկայանալ, ոնց ներկայանալ, որ հվան են չգիտեմ։ Բարդ է։ Իրանց սրտի ուզած աղջիկ չլինի։ Բա իրանց սրտինը ո՞րն է, տատիկ։ Դե ուսա է ստան հարցը 100%-անոց հարցն է։ Ամեն շնորհքն էլ ունի, վենտի հարգանքն էլ գիտի, փոքրինն էլ, հարևանին էլ։ Փաստորեն շնողում այդպիսի հարսնացուներ են փնտրվում։ Այո։ Մենարդի փնտրվում է հարսնացուներ։ Շանց են տալի, շանց տալի։ Գոհես դու քո հարսներից տատ։ Հա, հարսներն էլ իրանց մա։ Իրանց եղանցը լավ պահեն, իրանց ամուսիններին լավ պահեն, կարևորը դա է ծնողի մա։ Հիմիկու միակ երազանք նպատակը Դե որ այդ մինն էլ ամուսնանա իր համա ընտանիք ունենա, որ մենք էլ մեռնենք, գիտենանք, որ իրար հետ մարդ կա, իրան համա մտածող կա։ Ես սա պագաչ եմ, իրան էլ եմ բացատում, ծնողն է պագաչ։ Ծնողի մա դու մի մտածի, հա, դու սիրում ես, հարգում ես, ընդունում ես, շատ լավ էլ ընդունում ես, բայց ես քեզ մա ապագաչ եմ։ Ընտանիքը ամեն մարդ իր ընտանիքը։ Դե դեր կանի կարում եմ գոնեմ երեխա կպահի իրանք էլ ազատ իրանք կյանքը կվայել էին։ Էտա մեծ ուրախությունը, որ երեխեքա մեկնի անցմա ընտանիք ունենան, մենք էլ ուրախանանք իրանց երջանկությունով։ Հասմիկը տարիքով փոքր չէ, բայց հոգով շատ ջահելներից էլ ջահել է։ Հարսների գործերին չխառնվել, ընտանեկան վեճեր չհրահրել։ Սա է Հասմիկի բռնած դիրքը։ Առանց այդ էլ կյանքը դժվար է, ավելի չբարդացնելն է կարևոր, ասում է տատը։ Երկու հարսներին տնով տեղով առանձնացրել է, ինքն էլ առոք-փառոք կյանք է ապրում։ Առանց նազ ու տուզի։ Մնում է փոքր տղային էլ մի լավ հարսնացու գտնի ու վերջ, այն ժամանակ կասի, թե կյանքում ամեն ինչ հաջողել է։ Առանձնանում են, լավնանում են։ Դրամա մի առանձինը լավն է։ Առանձինը լեն ամեկնի աստեղը շատ գերազանցալը։ Ջահելն էլ կուզինքն ազատելի։ Որ հնարավորություն ունի ճիշտը տենց է։ Ամեկնի անցածությունը վայել են, թե մեծը, թե ջահելը։ Իրանց եղանքն էլ մեծը պարապա թող պահի, իրանց պետքի ժամանակ։ Բա մենք որ ամեն ինչի ծուր կապրել ենք լավն է, ճիշտ են ան, բայց աշխատեն ուզեն, ոչ թե նստեն ուզեն։ Աշխատեն, անեն, իրանց եղասնել ուտացնեն, հագցնեն, մանգան, որդի կարում են մանգան, ես դեմ չեմ նման տեսակետներին, բայց չպահանջեն նստելով, աշխատեն, ստեղծեն։ Հասմիկը նկատել ու չարտահայտվել չի կարող։ Հիմիկվա ջահելները, հարսները հանդուրժող չեն, համբերող չեն, ավելին մեկին 10 պատասխանող են։ Թեբա ասում են իրենց ժամանակ անսեր են ապրել, բայց տատը հակադարձում է ու ասում, իսկ հիմա սեր կա, Հասմիկի համար սերը այլ մեկնաբանություն ունի։
Դե միել մտավոր սեր բառը արտածում են ու մեջին սեր չկա։ Դա ինչ է նշանակում։ Ոչ մի բան։ Ուղղակի բառը օգտագործում են։ Ուղղակի անում են ասում սերը, սերը շատ հանդուրժող բաներ ունի։ Փոխիջումներ, մեկը մեկին փոխադարձ հարգանք, վստահություն, դա սերը, ոչ թե մենակ սեր ասեն ու վերջացավ։ Դրանով սեր չկառուցում, սերը լավ ամուր ընտանիքն է, սերը լավ երեխադաստիարակիլն է, երկու ծնողը միատեղ, ես դա եմ գտնում սերը։ Էլ եմ շուտ ամուսնացել, 18 տարեկանում ամուսնացել եմ, բայց մենք համբերել ենք, հանդուրժել ենք, ենթարկվել ենք, մի տեն բան չկա, մի չեն ենթարկում։ Մի օր մի հատ կոպիտ բար, արդեն յաթափում են, գնացին հորանց տուն, մեր գոյել մնացին էլ պետք չի իրանց։ Կամ շահադիտական նպատակով ամուսնանում են։ Կարում չեն ընդունեն, օրինակ, ասում ես մի բանը սենց ավելի ճիշտ է։ Հիմա ոնց որ յուղոտ պղնձիղը փուլը վերնես տնես սեղանի վրա, մեբելի սեղանի վրա, այդ տակ յուղոտ փուլը, որ սենց դնում ես, գլուխը գետնին, ինչ ալում, սա յուղը կատում է սեղանի կլորիկը արդեն ինքը գունաթափում է, բացատում ես, որ տենց կլի, նեղանում են, հետո իրանք անում են արդեն տենում են, որ փչացա, բա փող ծախսեն մի հատ է սեղան առնեն, այդ դրահմա են խոսում մեծերը, այդ նման բաների, ոչ թե ինչ-որ, սահմանափակումնի անեն իրանց հարցների վրա։ Այնպես չի, որ հարցնության ժամանակ ինքը մեղր կյանք է ապրել, մի թթու խոսք էլ որ լսել, ականջի հետև է գցել Հասմիկը, նշանակություն չի տվել, ներել է, հոգում վիրավորանք չի պահել, բայց շատ աշխատել է, չելացությանը դեմ գնացել, էլած ստեղծել ու փառք Աստծո ամուր ընտանիք կազմել։ Մեզ էլ ինչ են արել, որ մենք ապրել ենք։ Մի զանավես գալ չկար լվացի մզեցից երես պատրեց գնաց, բայց տուն չդարանք, ստեղծեն։ Աշխատեն ստեղծեն իրանց մերանց ճաշակով, եթե մերը չեն հավանում։ Մենք գիտես որյան ենք ջուր գրել, 2-3 կիլոմետրով։ Այդ կնիկը 10 կիլանոց պիտոներով բերել, ես էլ կարեի ոչ կապրոնի վեդրոքերով բերենք, որ ջուրերը վաքենք, մի օր էլ լվացք անենք ձեռով, ձեռներս փուչկանելով, հիմի ասում ենք լվացք ենք, այլ կնոպ ենք տալի տանում փռում, սոր լվացք ենք արել։ Դե լավ չի հեշտացել է հիմիկվա ջահելների կյանքը։ Են էլ առողջություն չունեն, հիմիկվան ջահելն էլ առողջություն չունեն, հավես չունեն, համբերություն չունեն, էտա տարբերությունը։ Հիմիկվա ժամանակների մասամբ ճիշտ է, մասամբ, բայց որ հարգանք չկա ոչ մեկի հանդեպ, այդ արդեն չես կարում, տրանսպորտ ես նստում, չիմ ջահել երեխեք են, դե հա, չես կարա գիտենաս այդ ջահելի մոտ մետ պահին ինչ վանդություն կա, բայց անտարբերությունը շատ է մեծերի հանդեպ։ Ես որ տրանսպորտ եմ նստում, չեմ նստում, դե մեքենա ունենք, բայց նստած ժամանակ տենում ենք, որ ոչ մեկի վեճը չթե կողքին աղի կամ փոքր երեխա կա գրկին, տենց բաներ չկա։ Էգոյություն ունեն, հետո նախանձություն կա, չիմ ուզում են, չգիտեմ, մարդիկ իրանց հետ ինչ են տանում, այդքանը չեն մտածում, որ ագահություն արին, տարան, գողացան, լկցրին ինչ-որ թեկուս պետությունների պահով, իրանց վերջն ինչ է, ով է ինչ տանում։ Արդարության համար Հասմիկը նաև պիտի ասի, որ այն ժամանակվա համար ինքը խղճով, մակարդակով ու շնորհքով սկեսուր է ունեցել, չէ այնպես չի, որ ասող խոսող չի եղել, արածին էլ հավան է եղել, բայց ասելն էլ խրատելն էլ շնորհքով է արել։ Կեսուս ամեն ինչ պատրաստ էր, ինձ ծանրաբեռն էր ոչ էլի, ուսուցանող կեսուր էր, շատ, ամեն ինչը նկատողություն անել չգիտեր, այդ բանը ես ոչ մի գործել անել չգիտեի, որ ես եկել եմ, ամեն ինչը օրինակներ բերելով, ուրիշի օրինակը ինձ պատմելով, տենց ես էլ նայեի, սովորեի իրանից, հետո տեղա, որ արդեն ամեն ինչ ընտիրա, արդեն արխայնացավ, էլի, որ արդեն իմ հարցը դառնա իրանման, հետո բարիկամեցող, շատ բարիկամեցող կին էր։
Շնողում ու Հասմիկի առօրյայում կյանքը խաղաղ է ու անփոփոխ, բայց Հասմիկի հոգում խռովք կա, խռովք, որ պատճառն է հիմիկվա ջահելների ապրելակերպի։ Մտածում ենք, որ հետո, Այնքան նայում եմ, ասում են, ասես են մարդն է, թե նա չի, նա չի։ Այնքան ձևա փոխում են, այն ասիրուն են, էլի, ումքին ծուրտի կա, դա էլ է իր գեղեցկությունը։ Ինչ կապ ունի, որ բեն պուճուրացրին, ինչ փոխվեց։ Հոգինը, որ կեղտոտելա երես գեղեցկությունը պեյել դիտզի, չէ։ Մի օր կարդացի մի ինտերնետ մարդ ասավ իմ մահը իմ աղջիկը կտա։ Հետո ոնց որ բադի կտուցելի գլխի չես այդ մարդի բնականն է, գլխի չես կանում էլ այդ ինչա նշանակում դա։ Երեսի թշերը կնճիրներ ձգելը հասկացանք, բայց գալիս են ոնց որ տիկնիկնիլ են։ Մումիայի նման գալիս են գնում են բան չես կանում։ Հազարավոր մարդկանց ողբերգությանը հետևող տատը իր կողքին ապրող ջահելներին խորհուրդ է տալիս գնահատել ունեցածը ու սիրել այն մի բուռ հողը, որը իրենց կերակրում է։ Քաղաքը քաղցր է, բայց գյուղն ավելի քաղցր, ասում են նրանց, ովքեր դրսի ճամփան են բռնել, աշխատանք ու ժամանց չլինելու պատճառաբանությամբ։ Խոսքով եղանք, ամեն ինչ ասինք, ասում է տատը, բայց գլխավորն ուրիշ տեղ է։ Այ Ազիզ ջան, այնքան կուզեմ, որ խաղաղություն եմ ուզում։ Ամեն դեպքում ուզում է թաղումնալի, ուզում է աշխարհումնալի, ուզում է մեր երկրնալի, որ դյուրմալի, մենակ խաղաղալին, կռվեն ոչ, նախանչել են ժողովուրդը, չուզենան մեկը մեկի հողը, այ մարդ, այդ փողից տանող չկա, այդ որ հարստացին իրանց լկցրին քարտերի մեջը, թե ոսկենին իրանց պատվալնումը, ինչն է ունա պետքը։ Ամեկը մի հատ շորտ են հակնիլու գնա, հակցնիլ տենու գնալ տենք։ Մանանա Վարոսյան, Գևորգ Քոչինյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։